Ողջույն բարեկամներ, ես Դավիթ եմ Վահագնի որդին, հերթական անգամ ալիքում հյուրընկալել եմ Էդուարդ Մանվելյանին, գրող, սցենարիստ, թարգմանիչ, նրա գրքերի հերոսներին մենք արդեն մեր ալիքում ներկայացրել ենք, Էդուարդ Մանվելյան նաև իր YouTube-յան ալիք ունի, իր գրքերի հերոսների մասին, մեծանուն հայերի մասին, ովքեր այդ թվում նաև գերտերությունների ճակատագրեր են փոխել, մենք արդեն ներկայացրել ենք որոշակիորեն ինքն էլ պատմում է այդ մարդկանց մասին, ովքեր պատմության տարբեր շրջափուլերում Իրանի, Հնդկաստանի, Խորհրդային Միության, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի մեծ պետությունների կյանքերում մեծ ճակատագրական բեկումնային որոշումների եւ բեկումնային գործողությունների են գնացել, մնալով այդ պետությունների պատմության մեջ։ Նրանք գիտնականներ են, հասարակական, քաղաքական գործիչներ են, ու այս անգամ արդեն Էդուարդ Մանվելյանի երրորդ գրքի հրատարակումից հետո նրա այդ գրքին եթերում հանդիպում ենք հասկանալու թե ովքեր են երրորդ գրքի հերոսները, ինչով են նրանք առանձնացել, ինչ նշանակություն ունեն հայության համար եւ ինչ դաս պիտի քաղի հայ մարդ հետ գրքում զետեղված մարդկանց մասին կարդալով։ Ողջույն Դավիթ ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ուրեմն նախորդ երկու գրքերում, եթե հիշում եք, հա, դու ամենայն դեպս հիշում ես, դու երկուսն էլ ունես, եթե չեմ սխալվում, մենք խոսեցինք այսպես աշխարհով մեկ առանց որևէ աշխարհագրական տարածք նշելու, հա, այսպես ուղղակի թափառական ճակերտավոր եւ ոչ ճակերտավոր մեր հայրենակիցների մասին, որոնք ապրել են աշխարհի ամենատարբեր անկյուններում։ Երրորդ գրքում մենք որոշեցինք մի փոքր կենտրոնանալ աշխարհագրական որոշ տարածքների վրա եւ սկսեցինք Պարսկաստանից, բայց ոչ մեր օրերի Իրանի Իսլամական Հանրապետության մասին է խոսքը, այլ հազարամյակներ առաջ դերևս երբ որ կոչվում էր Աքեմենյան Պարսկաստան։ Այսինքն հազարամյակներ շարունակ ինչեր արեցին հայերը, երբանից են հայերը սկսել ապրել Պարսկաստանում, հետո անցանք արդեն ժամանակակից Թուրքիայի Հանրապետություն, որն այն ժամանակ կոչվում էր Օսմանյան եւ դեռ չէր կոչվել, նոր պիտի դառնար Օսմանյան կայսրություն, հետո անցանք Հնդկաստան, մի փոքր դեպի արդեն Սինգապուր, Հոնկոնգ, այսպես եւ նաեւ նախկին ԽՍՀՄ-ից մի քանի հոգու մասին այդպես հասցրեցինք խոսել, բայց հիմնականում առանձնացանք Հնդկաստան, Պարսկաստան, Օսմանյան կայսրություն, Բիրմա, Հոնկոնգ, Սինգապուր, այս մոտավորապես այս աշխարհագրական տարածքների մասին է խոսքը։ Եվ ասեմ, որ հոգեբանորեն, եթե այսպես նայենք, Դավիթ ջան, ամենածանրը, ամենասարսափելի տաժանակիր, այսպես ասած, ոչ ֆիզիկապես, ոչ իհարկե աշխատանքի առումով, ոչ թարգմանությունների առումով, այլ հոգեպես այսպես վերլուծելով, երբ որ ամեն տեքստը հավաքելիս անցնում էինք առաջ, ամենածանրը հենց այս երրորդ գիրքն էր։ Երրորդ գիրքն էր, որովհետև մենք խոսում ենք փաստացի մեր ամենամերձավոր հարևանների մասին, հա, որոնց հետ այսօր եւ խնդիրներ ունենք եւ որևէ խնդիր չունենք, այսպես ճակերտավոր, հա, եթե քաղաքականությունը բաց թողնենք այս ասվածի մեջ։ Եվ սարսափելին նա էր, որ հիմա մեր ժողովրդի մեր ասած նկատի ունեմ ամբողջ հայության, հա, ես չգիտեմ 11 միլիոն, 12 միլիոն, ես կոնկրետ թիվը չեմ կարող ասել։ Կարծում եմ, որ հայերի գերակշիռ մասը ծանոթ չեն իրենց պատմությանը, Դավիթ ջան։ Ծանոթ չեն, թե ինչեր են, ինչ փորձանքներ է բերել նույն Պարսկաստանը մեր ժողովրդի գլխին, դեռևս մեր թվարկությունից առաջ, երբ որ Օսմանյան կայսրության մասին խոսք չկար։ Այսինքն մինչև 1300 թվականը, երբ որ նոր պիտի արդեն Օսմանյան կայսրությունը կազմավորվեր, պարսիկներն արդեն հասցրել էին մի քանի անգամ, ոչ միայն պարսիկ, հասցրել էին մի քանի անգամ դեղանել հայերի։ Այսպես, չգիտեմ ինչ է ստացվել, հուսով եմ ընթերցողը կգնահատի հետո, Դավիթ ջան։ Այսքանը գրքի մասին, առայժմ շատ կինոյի լեզվով ասած, այսպես սպոյլ չանենք։ Մենք շատ գիտենք արևմուտքի մեր մեծանուն հայերի մասին։ Ամենայն հավանականությամբ փոխհարաբերությունները արևմտյան պետությունների հետ գոնե թե վերջին 30 տարիների ընթացքում շատ են եղել, մենք էլ հաճախ օգտագործել ենք, հա, ծանոթ ենք եղել։
Բայց մենք չգիտենք մեծանուններին արևելքից։ Թեպետ հայազգի մարդկանց ներդրումը արևելյան հզոր տերություններում նախկինում շատ մեծ է եղել։ Ես կխնդրեմ մի քանի անուն նշել, որոնց գուցե առաջին անգամ մեր դիտողը ծանոթանա, ովքեր են նրանք եղել Հնդկաստանում, Պարսկաստանում, այդ ինչ նշանակություն են ունեցել, որ հիմա նույն Պարսկաստանում կամ Հնդկաստանում այդ մարդկանց անունները 10, գուցե հենց հնդիկները չիմանան, որ նրանք հայեր են եղել, եւ նրանց համար եւս բացահայտում դա կարող է դառնալ, ովքեր են եղել այդ մարդիկ արևելքում։ Նախ մի փոքր այսպես միջանկյալ պատմություն ասեմ ու դրա հիման վրա կշարունակեմ։ Մի քանի օր առաջ Երևանի փողոցներից մեկում փոստային այդպես ծառայության առաջ մի հնդիկ մոտեցավ։ Սպասում էի, փողոցում ուղղակի սպասում էի, մի հնդիկ մոտեցավ, այդպես իրենց մշակույթի այդ բան ունեն, չէ՞, այդպես ժեստ ունեն, այսպես բարևում են։ Բարևեց անգլերեն, ջարդված անգլերենով, այսպես ասեցի բարև։ Բարևից հետո միանգամից ծնկի եկավ Դավիթ։ Այս ձեռքի ափերը դրեց կոշիկներից ու սկսեց ափերով կոշիկները սրբել։ Այ քեզ բան, այդ տղաչոն ասում եմ, վեր կա ծամոթ այս ժողովուրդը մեզ են նայում։ Ասում եմ, սա մեր մշակույթի մասնիկն է, թող ես իմ մշակույթի ձևով դիմեմ, էլի։ Ասում եմ, լավ դիմի, վերջապես ասա, ինչ ես ուզում, դե արդեն հասկանալի է ինչ պիտի ուզի, հա։ Բայց կոտրված, ջարդված անգլերենով լացակումած ոչ շոր կար հակի ոչ give me 500 դրամ, ասում եմ ընդամենը 500 դրամի համար այդ նաշեն, սենց նու հարցը գումարը չի իհարկե, գումարը տասնապատիկ է լավ էլ տվեցի, ասեցի մի նեղվի, ամեն ինչ լավ կլինի։ Հիմա, երբ որ ես հնդիկը գնաց, ես էլ այդ ընթացքում գրքեր պիտի ուղարկեի, ԱՄՆ գրքեր էին պատվիրել, մեր 3 գրքերը։ Ու մի անգամից այդ Հնդկաստանի պատմության քարուղիներով թե ինչեր են արել հայերը Հնդկաստանում եւ ինչ են անում հիմա հնդիկները Հայաստանում, ինձանից 500 դրամ էր ուզում։ Բայց ժամանակին այդ 1500 թվականներ, 1600 թվականներ, տեսեք, դեռևս Շահ Աբբասի մասին էլ խոսք չկա։ Այսինքն Շահ Աբբասը դեռ պիտի արևելյան Հայաստանից տեղահաներ, տաներ նոր ջուղա, հետո աֆղանները պիտի գային հասնեին նոր ջուղա, մի հատ էլ նոր ջուղան հայաթափվեր գնային արդեն Հնդկաստան, Կալկատա, բայց դրանից դեռևս հարյուրամյակներ առաջ, երբ որ պորտուգալացիներ, չգիտեմ, այսպես փորձում էին գաղութացնել Հնդկաստանը, հնդիկների պատմության մեջ գրված է, որ հայկական ջոկատները դիմադրություն էին ցույց տալիս պորտուգալացիներին։ Հնդիկների պատմության մեջ գրված է, որ առնվազն շատ կարևոր այսպես ռազմական նշանակության շատ պոստերի, շատ ֆորտ պոստերի հրամանատարներ հայեր էին եւ նրանց հաղթահարել չէր լինում։ Անուններ շատ կան, բայց նրանցից շատ քչերի մասին եմ ես կարողացել ինչ-որ ինֆորմացիա հավաքել, որպեսզի կարողանամ տեքստ ստանալ։ Կան անուններ, հարյուրավոր անուններ կան դա, հարյուրավոր անուններ հայերի, բայց նրանց մասին ոչինչ չես գտնում։ Ես չգիտեմ Հնդկաստանի ազգային արխիվում կամ պատմական արխիվում դրանց մասին կլինի որևէ բան չգիտեմ, բայց կարծում եմ Հնդկաստանի հայերի մասին առավելագույն ինֆորմացիա պիտի որ ունենա Մայրաթորը, բայց ինչ ինֆորմացիա սրա մասին չգիտեմ։ Լավ, բաց թողնենք սա։ Տեսեք, պորտուգալացիներից հետո եկան անգլիացիները արդեն, հա։ Երբ որ անգլիացիներն ասան, արդեն Շահ Աբբասի այդ տեղահանումներից արևելյան Հայաստանից տեղափոխվել էին Պարսկաստան, Պարսկաստանից մի հատ էլ աֆղանական արշավանքներից հետո արդեն գաղթել էին Հնդկաստան եւ նոր ջուղայում ամեն ինչ թողած հայերը Դավիթ 1 տարի, 2 տարի հետո Հնդկաստանում դարձան նորից միլիոնատեր։ Ընդամենը 3-4 հայեր, այս մասին գրված է Հնդկաստանի պատմության մեջ, որ 3-4 հայեր մոտ 70-80%-ով մուծում էին, այսպես ասած, ապահովում էին հնդկական բանակի ռազմական կարիքների հարցերը։ 3-4 հայերով։ Համ աշխատում էին, լավ փողեր էին աշխատում, համ էլ տալիս էին հնդկական բանակին։ Եվ ազգային ազատագրական պայքարի հերոս ունենք Հնդկաստանի, հա, Գեորգի Հարությունյանը եւ նոր ջուղայից էր։ Այս մարդու պատմությունն էր շատ կարեւոր։ Ես չեմ կարծում, թե հնդիկները ճանաչում, չեմ կարծում, թե Հնդկաստանի այսպես պատմության մեջ երբևէ կարող է շեշտվել, որ հայկական ջոկատները կռվել են, այսպես դիմադրություն են ցույց տվել։
Եվ երբ որ զուգահեռներ ես տանում, մտածում ես, ասում ես, ինչ абսուրդ կլինի մտածել, որ Հայաստանում այսօր ասենք, չգիտեմ, քանի հազար հնդիկներ են ապրում, հա, հանկարծ Հայաստանը նեղն են գնի ու վեր կենան հնդիկները հանկարծ, չգիտեմ, ջոկատներ կազմեն ու պատկերացնում ասենք Հայաստանի զինված ուժերի կազմում հնդիկները կռվում են, ասենք թշնամու դեմ։ Սա абսուրդ է, չէ՞, հնդիկներն այսօր մեզանից 500 դրամ են ուզում, 1000 դրամ են ուզում։ Ինչ որ մի բան աշխատում են կամ չեն աշխատում, մեկը տուն ունի, մեկը տուն։ Հայերը նման բան չեն արել։ Հայերը երբևէ 500 դրամ չեն ուզել հնդիկներից կամ չգիտեմ իրենց փողն է ժամանակ ինչ եղել։ Հայերը աշխատել են, արարել են, ստեղծել են եւ ոչ միայն Հնդկաստանում, ցանկացած երկրում, որտեղ ապրել են Դավիթ, եթե այդ երկիրը խնդիրների մեջ է եղել, հայերը մասնակցել են դրանց ազգային ազատագրական պայքարին։ Հիմա տեսեք, ամենակարկառուն ներկայացուցիչը։ Ես չեմ կարծում, թե աշխարհի երեսին որևէ երկրում չեն ճանաչում Ռաջ Կապուրին։ Առավել եւս կանայք։ Չեմ խոսում Հնդկաստանի մասին, նույնիսկ համ ասենք մեր սերունդը եւ մեզանից մեծերը, դու չգիտեմ, կհիշես թե չէ, այն 70-ականն, երբ որ հնդկական կինոն այդպես մոդայի պես մի բան էր, այլ հայուհիները կարծում են մեր սերունդը եւ մեզանից մեծերը բոլորը գիտեն Ռաջ Կապուրին, ընդհանրապես աշխարհում չգիտի Ռաջ Կապուրին։ Բայց ոչ հայերը, ոչ էլ հնդիկները չգիտեն, որ Հնդկաստանում առաջին դերասանական դպրոցը բացել էր Հովհաննես Օհանյանը եւ Ռաջ Կապուրը նրա առաջին աշակերտներից էր։ Առաջին աշակերտներից էր։ Մի քանի, չգիտեմ, որ տարածքներից 100-200 կիլոմետրից էս երեխուն բերել են Ռաջ Կապուրին, տվել են Օհանյանովանցին, ասում են, «Մեծ սրանից մարդ կդառնա թե չէ»։ Այս տղան համարվում է պարսկական կինոյի հիմնադիրը, պարսկական կինեմատոգրաֆիայի հիմնադիրը։ Երկու հրաշալի ֆիլմեր արեց, առաջին լիամետրաժ ֆիլմերն է արել Պարսկաստանում, հետո շահին ինչ որ դուր չեկավ երկրորդ, երրորդ ֆիլմը ու արտաքսեցին այս մարդուն։ Գնաց Հնդկաստան, առաջին դերասանական դպրոցը բացեց, այդպես Ռաջ Կապուր, այնպես սկսեցին խաղալ։ Այսինքն զավեշտ հենց սրանում է Դավիթ, որ Ռաջ Կապուրին ողջ աշխարհն է ճանաչում, բայց Հովհաննես Օհանյան, եթե ինչ-որ մի բան ասի, նույնիսկ փորձեք Google-ում խփել Հովհաննես Օհանյան։ Ձեզ ոչ, չգիտեմ, 10-20 հազար Հովհաննես Օհանյան կարող է բերել, հա, ասենք, հիմա չգիտեմ, Facebook-ի օգտատեր կամ սա կամ նա, բայց պարսկական կինեմատոգրաֆիայի հիմնադիր եւ Հնդկաստանում առաջին դերասանական դպրոցի հիմնադիր Հովհաննես Օհանյան այս ամենը ոչինչ չի ասում։ Արսեն Մինասյան, մի փորձեք գրեք, էլի Արսեն Մինասյան, տեսնենք ինչ կբերի։ Արսեն Մինասյանի մասին Պարսկաստանում ասում են, որ առաջին ծերանոցներն էր հիմնել այս մարդը։ Ուրեմն պարսկական իշխանությունները էլ դեպուտատ խնդրեցին այս մարդուն, էլ քաղաքապետ խնդրեցին, որ դառնա այս մարդ, էլ չգիտեմ, ամեն ինչից հրաժարվեց Արսեն Մինասյանը։ Բժիշկ էր, լուրջ բժիշկ էր, շատ լուրջ բժիշկ էր։ Ասում են, որ երբ որ մտնում էր այդ մահմեդական այդ տոնակատարությունների բաներին, որ մտնում էր, ասում են բոլոր շեխերը ոտքի էին կանգնում եւ գլուխները խոնարհում էին, պարսկերեն ես չգիտեմ դա ինչպես է ինչու Արմանի բրար այսպես էին ասում են հայ եղբայրն նրան շատ մեծ մարդ էր, շատ այսպես վաստակավոր բժիշկ էր եւ շատ մեծ համբավ ուներ, հա, Արսեն Մինասյան, բայց իհարկե մեզ ոչինչ չի կարող ասել դա։ Ընդհանրապես Պարսկաստանում առաջին թատրոնները, առաջին դպրոցների հիմնադիր, առաջին մանկապարտեզների, առաջին վիրաբույժ, առաջին չգիտեմ ինչ էսպես, հա, ես առաջին եւ երկրորդ գրքերում խոսել եմ Ալենուշ եւ Լիլի Տերյանների մասին, հա, նրանք ազգակցական կապ չունեն, բայց մեկը ժամանակակից քանդակագործության հիմնադիրներ, մեկը աստղագիտության, այսպես Չակերտավոր ասած մայրներ։ Եվ սա չէր սահմանափակվում միայն Պարսկաստանով կամ չգիտեմ Օսմանյան կայսրությունով, զավեշտը գիտես ինչումներ Դավիթ։ Ինչումներ այս սկզբում որ նշեցի ամենասարսափելի հոգեպես այսպես դաժան այդ աշխատանքը, երբ որ ես գտա, բացեցի, կարդացի մեծահարուս խոջաների մասին Հնդկաստանում, այսպես ամիրաների կամ չգիտեմ բեերի մասին Օսմանյան կայսրությունում, հա, եւ հասա 1915 թվական 1915 թվականին 15-ից էլ մի 7 տարի առաջ, այսպես ասեմ, 1908 թվականին գերիթուրքերը նոր սահմանադրություն ընտրեցին։ Այդ նոր սահմանադրությունն այսպես ընտրեցին, այլ վերահաստատեցին արդեն եղածը Սուլթան Աբդուլհամիդից հետո վերահաստատեցին արդեն եղածը։ Դավիթ պատկերացնում ես Սուլթան Աբդուլհամիդի ջարդերն արդեն եղել են։
Ես չգիտեմ քանի 100,000 հայեր էին կոտորվել, Սուլթան Աբդուլհամիդը քանի 100,000 հայեր էր կոտորվել, բայց երբ որ երիտի թուրքերը նոր սահմանադրություն ընդունեցին, Աբդուլհամիդի կոտորածների նրանց ում կոտորել էր Աբդուլհամիդը, դրանց ժառանգները Դավիթ նորից ջարդեցին Օսմանյան կայսրության մեջլիսի դռները եւ խնդրեցին իրենց հավասար իրավունքներ տալ ծառայելու Օսմանյան կայսրության բանակում։ Օսմանյան կայսրությունը արդեն ֆորմալ էր մնացել, երիտուրքերի իշխանություն էր, երիտուրքերի բանակն էր, բայց ուզում ես հարցնել, ուզում ես հետ գնալ այդ 100 տարիները, չգիտեմ, այդ 115-120 տարիները հարցնել, ասել սիրելի հայեր, ախր ձեր 1890-ականներ եւ 1908, ախր պապերի մասին չի խոսք, այդ ծնողների մասին է խոսք, այսինքն ոչ թե ձերին էր կոտորել Աբդուլհամիդ, այլ ձեր ծնողներին էր կոտորել։ Եվ այսքանից հետո նորից ասում են թույլ տվեք ծառայել Օսմանյան կայսրության բանակում։ Նրանք, ովքեր խնդրում էին, որ իրենց թույլ տան ծառայել Օսմանյան կայսրության բանակում, 7 տարի հետո մորթվեցին նույն երիտուրքերի ձեռքով։ 1912-13 թվականներ Դավիթ, ինչքան հայեր են կոտորվել արդեն այդ թվերին, պատկերացնում ես։ Արտաքին գործերի նախարար Օսմանյան Թուրքիայի, երիտուրքերի իշխանության արտաքին գործերի նախարար Գաբրիել Նորատունկյան ունենք, մի հզոր դիվանագետ, արտաքին գործերի նախարարն էր Դավիթ։ Նույնիսկ Աբդուլհամիդի ջարդերի ժամանակ, երբ որ Աբդուլհամիդն արդեն կազմակերպել էր այդ ջարդերը Դավիթ, Աբդուլհամիդի պալատական գանձապետերի պաշտոնները 3 հայեր փոխարինեցին մեկը մեկից հետո։ Մի հայ մահանում էր, չգիտես ինչ էր, մարդը հիվանդացավ, մահացավ կամ ինչ-որ դժբախտ, մյուս հայն էր գալիս, մեկը գնում էր 3 հայրով այսպես փոխարինեցին։ Ես սա խոսում եմ արդեն 1890-ականներ, բա ինչեր են արել 1300 թվականներից, երբ որ այդ Օսման կոչված ցեղապետը փորձում էր, ոչ թե փորձում էր, մարդուն հաջողվեց, կազմավորել, կազմեց, հիմնադրեց Օսմանյան կայսրությունը։ Եվ կողքից հարցրեցին, այսպես կենցաղային լեզվով ասացին, այ տղա ջան, այդ կայսրությունը դու ինչ հաշվին ես կառուցելու։ Այստեղ ոչ գրագետ մարդ կա, ոչ խելացի մարդ կա, ոչ գիտեն մեխն ինչ է, ոչ գիտեն տախտակն ինչ է, այդ ինչ ես անելու։ Ասեց հույներ, հայեր եւ ասորիներ։ Եվ առավելապես հույները եւ հայերը։ Հին քաղաքակրթության այս երկու կրողները Դավիթ, հույները եւ հայերը, կառուցեցին Օսմանյան կայսրությունը։ Եվ երբ որ սկսեցին քար կառուցել Օսմանյան կայսրությունը, Օսման ցեղապետը սկսեց մանկահավաք կիրառել։ Ասեց լավ եք անում, որ օգնում եք այսպես շենքեր, չգիտեմ ինչպես ֆորպորտներ, չգիտեմ զենք զրա, բայց իմ բանակում զինվորներ են պետք։ Ամեն ընտանիք իր երկրորդ կամ երրորդ զավակին, չգիտեմ, առողջ զավակին պիտի տալ Օսմանյան կայսրությանը։ Ես վստահաբար կարող եմ ասել, Դավիթ, վստահաբար կարող եմ ասել, այսօրվա հայերի 11-12 միլիոն, այսպես եթե հաշվենք, հա, սա մարազմատիկ ծիծաղելի թիվ է, հասկանում ես, ինչ 12 միլիոնի մասին է խոսքը։ Այդ ենիչերական ջոկատների 80-90%-ը մահմեդականացված հայեր էին։ Վերջապես այդ Օսման ցեղապետը, երբ որ ուզում էր, փորձում էր եւ կարողացավ այդ Ստամբուլի այսօրվա տարածքում այսպես կամաց հիմնել Օսմանյան կայսրությունը եւ տեսե գնաց ուր հասավ։ Արաբական աշխարհ, Եվրոպա, չէ՞ ինչ մեծ էր Օսմանյան կայսրությունը։ Երբ որ այդ Օսման ցեղապետը նոր փորձում էր հիմնել Օսմանյան կայսրությունը, հայերն արդեն այդտեղ ապրում էին 100-ամյակներ, 1000-ամյակներ շարունակ։ Նույնը եղել է Աքեմենյան Պարսկաստանում։ Նույնը եղել է Հնդկաստանում Դավիթ։ Այս սրան մասին էր խոսքը, այսինքն հիմա ժամանակակից Թուրքիայի բնակչությունը, ես չգիտեմ ինչքան է Թուրքիայի բնակչությունը մոտավոր, հա։ Այդ Թուրքիայի բնակչության երևի թե Դավիթ, եթե չափազանցրած թիվ չասենք, չգիտեմ, այսպես հետո մեզ պատասխանատվության չկանչեն այդ տվի համար, կոնկրետ թիվ չասեմ, հա, բայց մի այսպես առյուծի բաժին այդ բնակչության թվի, եթե նրանց գենետիկական այսպես տոհմածառը մենք կարողանանք անել, նրանք բոլորը հայկական արմատներ ունեն, բոլորը։ Եթե ոչ հայկական, անպայման հունական։ Բայց գերակշիռ մասը հայկական։ Գերակշիռ 100-ամյակներով շարունակ պապական տոհմերով են ծառայել Օսմանյան կայսրությանը Դավիթ, տոհմերով։
Մարդ ամուսնացել է, այդ պաշտոն անցել է որդին ամուսնացել է, անցել է նրա որդուն, այսպես պապուց մինչև թոռ ու ծոր, այսպես հարյուրամյակներով են էլ զինապետեր, էլ չգիտեմ վառոդապետեր Օսմանյան կայսրության եւ երբ որ եկա ասա 1915 թվականի սկզբին, տարեսկզբին Դարդանել օպերացիա, չգիտեմ մեր ժողովուրդը լսել են այդ մասին թե չէ, սա անգլիացիների օպերացիան էր, անգլիացիները փորձում էին ճեղքել այդ Դարդանելի նեղուց, Ռուսաստանի դեմ էր ուղղված, մոտավորապես մեր օրերի պես, հա, ոնց որ հիմա է այսպես։ Եվ 15 թվական Եղեռնի նախաշեմին անգլիացիներին կատաղի դիմադրություն էին ցույց տալիս Օսմանյան բանակի կազմում կրվող հայկական ջոկատները։ Նրանցից հազարավորների անունները փակվել են, գնացել են, նրանց մասին խոսք չկա, բայց մնաց մի անուն, Դավիթ, ես երրորդ բերքում փորձեցի մաքսիմում այդպես ինֆորմացիան գտնել այդ մարդու մասին, մայոր Սարգիս Թորոսյան։ Եվ դարձյալ ես չեմ էլ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը լսել է այդ անունը, հա։ Մայոր Սարգիս Թորոսյան, դոկտոր Արսեն Մինասյան կամ չգիտեմ Հովհաննես Օհանյան, այս անունները ոչինչ չեն ասում, չէ։ Ոչինչ չեն ասում, այս Սարգիս Թորոսյանը միայնակ կարողացել է միայն մի քանի նավեր խորտակել, բայց թուրք լրագրող իր հուշագրություններ ունի, թուրք լրագրողն է գրում Դավիթ, թուրք լրագրողը, ասում է հայեր, զավեշն ինչու՞ն էր, ասում է, երբ որ մայոր Սարգիս Թորոսյանը կյանքի գնով փորձում էր փրկել Օսմանյան կայսրության, արդեն երիտուրքերին բնականաբար նույն երիտուրքերի հրամանով կոտորվում էին հայերը, այդ թվում Սարգիս Թորոսյանի հարազատները։ Բազմիցս նամակ է գրում Էնվեր Փաշային, ասում է, ես այդքան ծառայել եմ ձեր, գոնե իմ ծնողներին էլի, ասում են լավագույն դեպքում չենք սպանի, կաքսուրենք։ Քրոջն ասում են կնության տուր ես թուրք էֆենդիներից մեկին, քուրը հրաժարվում է, անգամ չգիտեմ ինքնասպան է լինում, թե ինչ է լինում, այդպես։ Հետո մայոր Սարգիս Թորոսյանը փախնում է Եվրոպայից փախնում է Ամերիկա եւ ԱՄՆ-ում արդեն կյանքի վերջին տարիներին գիրք էր հրատարակում, ես մեծ սիրով կփորձեի այդ գիրքը ունենալ, բայց չունեմ տեղեկություններ, այդ գիրքը կա, չկա, ես գիտեմ, որ կա այդ գիրքը, բայց մնացել է թե չի մնացել, կարծեմ կոչվում էր Դարդանելից մինչև Ամերիկա, թե չգիտեմ, գիրքը այս բանի վերնագիրը չեմ հիշում, այստեղ մայոր Սարգիս Թորոսյանը պատմում է այդ ամեն ինչը եւ սարսափելի ցավոտ է գրքի վերջին տողերը, ասում էր Երանի թե անգլիացիներին հաջողվեր ճեղքել Օսմանյան կայսրության բանակի պաշտպանությունը, այդ ժամանակ գուցե իմ ծնողները փրկվեն։ Այս զղջման խոսքեր էլի, բայց նայում ես ախր 1915-ից հետո նորից շարունակվեց Դավիթ, նորից մնացին, այն չի համար ես երրորդ գրագիր, երբ որ որոշեցինք ճանապարհ դեպի, այսպես բազմանշանակ, հա։ Հիմա չգիտեմ ըստ ֆիզիկայի օրենքների կամ ըստ բոլորիս հայտնի օրենքների, ֆիզիկա էլ չկա, ֆիզիկան այստեղ կապ չունի։ Դավիթ ջան, եթե մի կետից դուրս գանք եւ չգիտեմ 100-200 տարի մենք այդքան չենք ապրի, բայց օրինակ եթե քայլենք այդքան, որ կետից էլ դուրս գաս եւ ուղիղ քայլես, ըստ տիեզերքի օրենքների պիտի հետ դառնաս նույն կետին, չէ՞, որովհետեւ մենք շուտ կլոր շրջան պիտի գցենք առնվազն։ Բայց սարսափելի էր այս ամենը Դավիթ, որ հայերը նույն կետից դուրս եկան հազարամյակներ առաջ եւ որևէ մեկը չվերադարձավ ելման կետին, որևէ մեկը։ Այստեղ կարելի է հազար ու մի բաներ գտնել, պատճառներ գտնել, չգիտեմ, բայց ժողովրդական խոսք ունենք, հա, ասում են արտը խախուտ, մահանեն կարկուտ։ Սովետական համը միջև սովետական Հայաստանը ուրույք։ Ինչ որ կատարվում է այսօր Դավիթ, հիմա, հենց հիմա ինչ որ կատարվում է մեր պատուհաններից դուրս, միակ բանը, որ փոխվել է հազարամյակների ընթացքում, փոխվել է տեխնիկան կամ չգիտեմ գիտությունը։ Այսինքն հիմա փողոցում կան տանկեր կամ դրոններ կամ չգիտեմ ինչեր, այն ժամանակ ձիեր էին կամ չգիտեմ նետուաղեղ էր։ Հայերի գենետիկ հոգեբանության մեջ որևէ բան չի փոխվել Դավիթ։ Հայերը միշտ ապրել են տարբեր հարթություններում, միշտ ապրել են տարբեր զուգահեռներում եւ այդ զուգահեռները մենք ինչպես գիտենք եւ չեն հատվելու եւ չհատվեցին։
Հնդկաստանում այլ զուգահեռների մեջ էին ապրում, Թուրքիայում, Օսմանյան կայսրությունում, Պարսկաստանում այդ նույն ժամանակում, երբ որ ցարական Ռուսաստանը անընդհատ տալիս էր Հայաստանի գլխին, Հնդկաստանի ազատագրական պայքարի հերոսներ, չգիտեմ, Գորգին խան, Պարսկաստանի ազատագրական պայքարի հերոս Եփրեմ խան, հա, այսպես Թուրքիայի, հա, ասենք այդ Սարգիսը, նույն մայոր Սարգիսը, սրանցից որևէ մեկը հետ չեկավ Հայաստան դա։ Որևէ մեկը հետ չեկավ։ Եվ սրա պատճառները լուրջ ակադեմիական վերլուծության կարիք ունեն, այսպես չես կարող միանգամից դնել ասել, գիտես, ինչ էս մարդիկ ստրկամիտ էին կամ չգիտեմ, օտարամոլ էին։ Շատ խնդիրներ կար, շատ խնդիրներ կար, որովհետև տեսեք ամենասարսափելին անգլիացիների պատասխանն էր հայերի, երբ որ Գորգին խանի դավադիր սպանությունից հետո անգլիացիները մտան Բենգալիա, վերջապես կարողացան մտնել Բենգալիա, չէին կարողանում, որովհետև Գորգին խանը դիմադրություն էր ցույց տալիս։ Գորգին նոր ջողայեցու ժառանգներից էր, որ աֆղանական արշավանքներից հետո տեղափոխվել էին Բենգալիա։ Ուրեմն, երբ որ Գորգին խանն ընկավ, հայկական ջոկատներն արդեն այսպես կամաց սկսեցին հանձնվել, անգլիացիները երբ որ մտան Բենգալիա, կանչեցին արդեն հանձնված հայկական ջոկատների հրամանատարներին ու գիտես ինչ ասեցին դա։ Ամենասարսափելի նախադասությունը, որ ես երբևէ լսել եմ այդ անգլիացիներից։ Ես գիտեմ, որ անգլիացիները հայերք չեն սիրել ու չեն էլ սիրում մինչև այսօր, որովհետև հենց անգլիացիների Բենգալիա մտնելուց հետո առաջին մեծ հայաթափությունը եղավ այդ ժամանակ 1600-ական, արդեն 1600-ականների երկրորդ կեսին մեծ հայաթափություն եղավ, բայց սարսափելին այդ անգլիացիների ձևակերպումներ, ասեցին սիրելի հայեր, հրամանատարներ, զորավարներ, որ հնդիկների համար ելել եք այսպես դոշեք տալիս, մեռնում եք, հերոսանում եք, չգիտեմ, եկեք այդ մատ այն ժողովրդական լեզվով ասած ծուղ նստենք ուղիղ խոսենք, հա։ Ասեցին այ տղեկ ջան, գնացինք Պարսկաստան, ելակ դեմներս։ Գնացինք Օսմանյան կայսրություն, ելակ դեմներս։ Գնացինք արաբական աշխարհ, Եգիպտոս, չգիտեմ որտեղ, ուր գնացինք ելակ դեմներս։ Գնացինք Բիրմա, գնացինք Սինգապուր, ելակ դեմներս։ Եկանք Հնդկաստան, ելակ դեմներս։ Ոնց եղավ, որ աշխարհի երեսին որ քառակուսի մետր, որ երկիր գնում ենք, հայերը դուրս են գալիս մեր դեմ, բայց երբ որ Հայաստանը իր սեփական խնդիրներն ունի, դրան պատասխանում են ռուսները։ Ոնց եղավ, որ ձեր երկրի հետ խոսելու համար մենք պիտի դիմենք ռուսներին, բայց որևէ այլ երկրի հետ, երբ որ մենք ուզում ենք ինչ-որ հարցեր ունենալ, դուք եք դուրս գալիս մեր դեմ կռիվ։ Բա որ այս ձև հերոսանում էիք, մեկը Պարսկաստանի հերոս, մեկը Հնդկաստանի հերոս, մեկին գտել էի անգամ ծիծաղել է Դավիթ անգամ։ Այստեղ զավեշտել չի, արդեն մարազմի աստիճանի է հասնում, պատկերացնում ես։ Մեքսիկայի ազգային ազատագրական պայքարի հերոս Խարբերտից։ Այ բան այնքան խելակ արվել, բան ասում ես, այ տղա ջան, ախր դու Խարբերտից ո՞նց ես գնացել հասել Մեքսիկա։ Մեկ էլ սկսել ես պայքարել Պանչո Վիլայի զորքերի դեմ, գեներալ։ Ախր այ տղեկ ջան, բա ձեր տունը, բա ձեր տեղը։ Աշխարհերեսին ով եկավ, որ երկիր մտավ։ Այստեղ մի սկզբունքային հարց։ Սա գենետիկական է։ Իսկ քեզ ինչ ա թվում, գենետիկական չի, Դավիթ ջան, հազարամյակներ գալիս է, ես ասում եմ, հիմա եթե պատուհանից նայենք, ոչինչ չի փոխվել։ Բացի գիտությունից եւ տեխնիկայից։ Հիմա մեր օրերում դու գիտես Ռուսաստանում ինչ դեմքեր են ապրում։ Դու գիտես Ամերիկայում ինչ դեմքեր են ապրում։ Դու գիտես, որ Ֆրանսիայում ապրում են երկրագնդի ամենահարուստ գոնե 2-3 հայերից, ամենահարուստ հայերից գոնե 2-3 ապրում են Հնդկաստանում։ Դու գիտեիր, որ total energy-ն այսպես կոչված է, նա total-ի պատկերացնում ես total աշխարհում մեկ։ Դու երբևէ իմացել ես, որ total-ի սեփականատերը հայ է եղել։ Total-ի։ Եվ մարդն ապրում է Ֆրանսիայում։ Ես չեմ խոսում են Պետրոսյանների մասին, այ Խավիար բան այսպես, որտեղ նրանցից շատ արդեն այսպես մերվել են երկրին, որտեղ ապրել են դա։ Աշխարհի երեսին բոլոր ազգերն ունեն իրենց ներկայացուցիչները, որոնք մեծամեծ բաներ ունեն արած, հա։ Գերմանացիները, ճապոնացիները, նույն հրեաները, բայց որևէ գերմանացի, որին հաջողվել է Ճապոնիայում ինչ-որ լուրջ հաջողությունների հասնել, մնացել Տակոյամա կամ Մակոյատա, չգիտեմ, մնացել է գերմանացի։
Բայց այստեղ արդեն ես երկրորդ գրքում այս կորսավաճառանգության մեջ, երբ որ ես գնացի ասա Եվրոպա, Դավիթ Թեոդոր Թորոսևիչ, Յան Յասկևիչ, մի տես էլի, ասենք քեզ, մեզ, ինձ, եթե դու չկարդաս այս մարդկանց կենսագրություն, եթե դու չճանաչես նրանց կենսագրություն, եթե մի հատ թել հանկարծ չգտնես ու սկսես քանդել Թեոդոր Թորոսևիչ, Յան Յասկևիչ, այս անունները քեզ որևէ բան կարող են ասել։ Ինչն է հուշում այս անունների մեջ, որ այս մարդիկ հայեր են։ Իգնացի Լուկասևիչ, չգիտեմ, ոչինչ չի հուշում, հասկանում ես, բայց երբ որ բացում ես, տեսնում ես այս մարդիկ ինչեր են արել Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, չգիտեմ այնտեղ, չգիտեմ այն։ Ու այս բոլորը եղել են կոնկրետ այս եվրոպացիները, ում մասին ես խոսում եմ, Յան Յասկևիչ, Թեոդոր Թորոսևիչ, Իգնացի, այս բոլորը եղել են արցախցի մելիքների տոհմերից, որոնք Շահ Աբբասի բռնի տեղանումներից հետո չգնացին Պարսկաստան, այլ եկան Եվրոպա։ Եվ այս բոլորը այսպես կորսվեցին պատմության մեջ, Դավիթ ջան, մեկը դարձավ Յան Յասկևիչ, մեկը դարձավ Թեոդոր Թորոսևիչ, մեկը դարձավ Գորգին խան, մեկը դարձավ Եփրեմ խան, մեկը դարձավ Մանուկ բեյ, մեկը դարձավ չգիտեմ ինչ Փաշա, հասկանում ես, առավել 27-28 թվականներին կարծեմ Թուրքիայի պաշտոնական այբուբենը, երբ որ Հակոբ Մարթայանը արաբական տառերը դարձրեց լատինական տառը եւ այդպեսով ստեղծեց ժամանակակից թուրքական այբուբենը, հա, թուրքերեն է այսօրվա։ Թուրքերեն այբուբենից հետո Քեմալն անցավ երկրորդ ամենակարևոր որոշմանը, որը պես ամրապնդեց Թուրքիայի Հանրապետության սյուները։ Ինչ արեց այս մարդը։ Այս մարդն ասեց, սիրելի թուրքեր, ձեզանից թուրքերի մասին չէ խոսքը, միայն բոլորի, ովքեր ապրում են այդ քառակուսի մետրի մեջ, այդ տարածքում։ Որևէ մեկը ազգանուն չի ունեցել Դավիթ։ Փաշա, բեյ, չգիտեմ, տիտղոսներով էին դիմում այդ մարդկանց։ Քեմալն ընդունեց ազգանունների մասին օրենքը։ Ազգանունների մասին օրենքը ընդունելուց հետո այս մարդկանց ստիպեց ազգանուններ ընտրել։ Այսինքն դու չէիր կարող լինել Մանուկ բեյ, սա արդեն շեշտում էր, որ դու հայ ես։ Ասում էր ազգանուն ընտրի։ Ես գոնե տասնյակ անուններ ես գոնե ինքս ես գիտեմ, որ մահմեդականացվել են կամովի, որպեսզի պահպանեն իրենց ունեցած, իրենց աշխատած, իրենց տունը, իրենց տեղը, ոչ թե բռնի, այլ կամովի։ Եվ այս ազգանունների մասին օրենքն ընդունելուց հետո ընդհանրապես աշխարհի երեսից ջնջվեցին հազարավոր Դավիթ առանց որևէ չափազանցության, առանց խանդավառության, որին մենք կենցաղային լեզվով պաթոս ենք ասում, ես քեզ ասում եմ 12 միլիոն հայերը աշխարհի երեսին, սա ընդհանրապես ծիծաղելի թիվ է Դավիթ։ Մենք կարող ենք խոսել 120 միլիոնից, եթե ոչ ավել, որովհետև նրանց գերակշիռ մասը ժամանակին մահմեդականացվել են Պարսկաստան, դեռևս հին ժամանակներում, այդ ամեն բռնի տեղանունների ժամանակ։ Շատերը են մահմեդականացվել, շատերը կամովի են մահմեդականացվել, որպեսզի մնան ու ուղղակի տեղը հան չլինեն, տուն ու տեղը չթողեն, չգնան այն երկիր, չգնան այն երկիր։ Հիմա խոսում ես Հայաստանը այսպես դրախտի դռների առջև, այսպես Հայաստանը հազարամյակներ, մենք որ այսպես, մենք որ այնպես, չգիտեմ, էլ ացտեկներից առաջ, ինկերից առաջ, շումերներից, մայաներից, բա այսքան ասելուց հետո այդ անգլիացիների պես, որ այսպես կանգնեցին ու տվեցին ճակատներին, ասեցին սիրելի հայեր, դուք տուն ու տեղ չունեք։ Այ բալամ ջան, աշխարհի երեսին որտեղ մտանք ելակ դեմներս, բայց երբ գնացինք Հայաստան ռուսները ելան դեմներս, դուք տուն ու տեղ չունեք։ Այն ժամանակներից, հա, նույն Հովսեփեմի, Շահամիր Շահամիրյան վերկացան գնացին այն ժամանակ Հայաստան փորձեցին ինչ-որ բան անել, բայց նույն առաքելական եկեղեցու մի քանի վարդապետներ միանգամից ցարական Ռուսաստանին ասել են, գիտեք, չէ, Հնդկաստանից մի երկու հոգի եկել են, այստեղ sense ճակեր թարասած խաղեր են ուզում տան, ցարական Ռուսաստանն էլ դրանց հարցերը լուծեց, ասես նա փախեք ստեղից շուտ։ Մարդիկ հետ գնացին Հնդկաստան, այնտեղ էլ մահացան մայնության մեջ։ Այ նույն էս կերպ, Դավիթ ջան, նույն էս կերպ, բայց մարդիկ պատմությունը չգիտեն, ախր մարդը 5-6 տարվա առաջվա պատմությունը չգիտի Դավիթ։ Մենք հիմա խոսում ենք մեր թվարկությունից առաջ, չգիտեմ, Աքեմենյան Հայաստան, չգիտեմ, չգիտի։ Երեկվա պատմությունը չգիտի, Դավիթ։ Երեկվանը չգիտի ուր մնաց 6 տարի առաջվանը կամ 600 տարի առաջվանը։ Բա ինչի մասին ենք խոսում, Դավիթ ջան։ Պատմությունների մեջ որ լսում եմ, ամենացավալին է նա, որ իրոք ոչինչ չի փոխվել։
Որովհետև եթե անգամ գիտեն, որ ունեն սեփական պետությունը, եթե անգամ գիտեն, որ ունեն պետականություն, որ այդ պետականությունը պահելա պետք, մենք կարծես թուրքերի հետ հոգեբանության տեսանկյունից փոփոխության են ենթարկվել, իրանք դարձել են մնայուն հողերի վրա, մենք դարձել ենք քոչվոր արտագաղթ օղանդատար։ Կամ գուցե ժամանակին էլա միշտ տենց եղել, դու կարծում եմ ավելի լավ կարող ես ասել դա, հաշվի առնելով, որ ահագին երկար ես ուսումնասիրել։ Հիմա այս արտագաղթը մեզանում միշտ է եղել, թե սա ինչ-որ ներդրովի բան է եղել, երբ որ հայ կաթողիկոսներին ցարական իշխանությունները ասում էին ձեր հայերին հավաքեք անից, գնացեք Վրաստանում վերաբնակեցվեք, որտեվ ինձ այդպես է պետք։ Սա ներդրովի բան է, թե սա եղել է մեզանում։ Ախր Դավիթ ջան, հիմա եթե խոսում ենք հայ կաթողիկոսների մասին, այսինքն հղում ենք անում քրիստոնեություն այսպես թե այնպես, չէ՞, բայց ես խոսում եմ մեր թվարկությունից առաջ։ Ինչ կաթողիկոսների մասին է խոսքը։ Ես խոսում եմ հռոմեական կայսրությունում, ասում են հռոմեական կայսրները վախենում են Կիլիկիայի, իրենք բաներ էին ասում, հա, ծովահեններ էին ասում, բայց նրանք ծովահեններ չեն։ Մեր թվարկությունից առաջ Դավիթ, Կիլիկիայի հայերը այսօրվա մեր Western Union կոչվածի, ասենք այդ բանկային համակարգ այն ժամանակն ասում աշխարհի ծերից փողեր էին փոխանցում, գումարներ էին տանում, գումարներ էին բերում, տոկոսներ էին առնում, տոկոսներ էին դնում։ Եվ տես, երբ որ երիտ թուրքերն եկան իշխանության, երբ որ երիտ թուրքերին հաջողվեց տապալել Սուլթան Համիդին, Եջայլոց դաշնակցությանը կարողացան թուրքերը, երիտ թուրքերը համոզել, որ օգնեք մեզ այսպես ոչ ֆորմալ տապալել Սուլթան Աբդուլհամիդին, դաշնակիցները մտածեցին, որ երիտ թուրքերը գուցե կարողանան լեզու գտնել, որովհետև Սուլթան Աբդուլհամիդը իրենց շատ էր նեղում, հա։ Նույնը պարսկական հեղափոխության մեջ, Եփրեմ խան, նույնիսկ Քերին, Արշակ Գավաֆյան, այսպես, Սարգիս Կուկունյանի ջոկատը, պարսկական հեղափոխության ժամանակ Հասկանում ես Դավիթ։ Այս մարդիկ մտածում են, ասում են լավ, Սուլթանին գցեցին, երիտ թուրքերն եկան, գուցե կարողանանք ինչ-որ բան անել, բայց որևէ բան չկարողացան անել Դավիթ, որևէ բան։ Եվ կաթողիկոսներն այստեղ մեղմ ասած, ես չգիտեմ, հա գուցե անուններ պատմության մեջ գտնենք եւ լավ է եւ վատ է, ես բան չունեմ ասելու, բայց ես խոսում եմ գենետիկ բաց թողման մասին, խոսում եմ մեր թվարկությունից առաջ, երբ որ քրիստոնեություն չկար, երբ որ կաթողիկոսներ չկար, միշտ են նույնը եղել Դավիթ, միշտ են նույնը եղել, չեն պահել այս մարդիկ։ Հիմա տես պետություն, պետականություն, բարձր հնչող բառեր են, չէ՞։ Գերբ, հիմն, այսպես տտն Ախր այդ Դավիթ ջան, պետությունը, եթե ինքը որպես միավոր վերցնենք, այսինքն ինչ-որ քառակուսի մետր, որի վրա ապրում են մարդիկ։ Պետականությունը, սա արդեն քաղաքացիական, այսպես հասարակության ձևավորված մշակույթի մասնիկն է, հասկանում ես։ Այսինքն պետությունը պիտի ունենա պետականություն։ Եթե պետականությունը վերցնում ես այդ պետության միջից, այդ պետությունը մնում է քառակուսի մետր, ընդամենը քառակուսի մետր։ Այդպիսի պետություններ հարյուրավոր, հազարավոր պետություններ կարող են կորել են, որովհետև վերացել է պետականությունը։ Այսինքն պետությունը 100 մետր առաջ, 100 մետր հետ պատերազմով գրավես կամ պատերազմով զիջես կամ կորցնես կամ շահես, սա մնում է քառակուսի մետր, հա, որովհետև ժամանակին եղել է, մենք գիտենք, հա, Տիգրան մեծը վերցրեց, Տիգրան մեծն էլ տվեց։ Ոնց վերցել էր, տենց էլ տվեց այդ մարդը։ Իսկ պետականությունը ձևավորված մշակույթ է։ Եվ այդ ձևավորված մշակույթը, եթե մենք նայենք որպես պետականություն, ես վստահաբար ասում եմ, որ բոլոր ժամանակներում հայը հայի հետ մի դռան վրա չի կարողացել յուրագնալ, Դավիթ ջան։ Եվ սա պետականության այդ հիմնական քարուքանդ լինելու արդյունքն է։ Միշտ Դավիթ փորձել են փրկել ունեցածը, սա անենք, եղել են ազգային ազատագրական պայքարներ։ Մի քաղաքում ազգային ազատագրական պայքար ենթադրենք, չգիտեմ, վանեցիները վեր էին կացել պաշտպանության, Ղարսում ուտուշ խմոշ խորոված էր, հարսանիք էր, չգիտեմ, հետո նույնը հասնում էր Ղարս, մնացածն էր, բայց առնվազն այս 3 գրքերի Դավիթ, ինչը որ ես կարողացել եմ հավաքել, 4-ի մասին դեռ չեմ ասի ոչինչ։ Այստեղ չգիտեմ 100 կամ մի քիչ անց ասենք մարդկանց մասին ենք, հա, մենք խոսել։ Միայն այս մարդկանց պոտենցիալը, միայն այսքանի հազարների մասին ես չեմ հասցրել դեռ խոսել։ Միայն այսքանի պոտենցիալը նայելով Դավիթ, մենք հայերը, դուք
ասեմ Դավիթ, սեփական քարտեզ կարող էին գծած լինել մոլորակի վրա, հասկանում եք։ Իրանց ուզած քարտեզը կարող էին գծել։ Այս պոտենցիալի տեր ժողովուրդը հիմա երրորդ աչքը եթե մեկը նայի, այս երրորդ աչքով նայի, ասի այ տնաշեներ, դուք առնվազն գոնե ամենակիչը պիտի ձեր պետությունը ունենայիք, ձեր պետականությունը, բայց միթե այս պոտենցիալի տեր ժողովուրդը այսօր այս լենուբոլ դարում, այս հազարամյակում պիտի ընկներ ռուսի ոտը, պարսիկի ոտը, ամերիկացու ոտը, չգիտեմ հնդիկին, չգիտեմ, այն դեպքում, երբ որ բոլորի այդ պետականության, ազգային ազատագրական պայքարներում, գիտության ու մշակույթի ոլորտում այսպես բեկումնային դեմքեր եք տվել։ Բեկումնային Դավիթ, դու գիտես, որ ընդամենը 3 հայեր 200 տարով առաջ են մղել ԱՄՆ տնտեսությունը։ ԱՄՆ-ի տնտեսությունն ասում ես 2-3 հոգով 200 տարի առաջ մղեցին։ 200-300 տարով։ Ես չեմ խոսում ԽՍՀՄ-ի մասին, չեմ խոսում ցարական Ռուսաստանի մասին, դու գիտես ինչեր են այլ հայերը, բայց 17 թվականից հետո, երբ որ Ոմն Ստեփան Շահումյան գործուղվեց Բաքվում էր նրան նորից, այսպես խառը խուրա, կեսը դաշնակները, կեսը հնչակները, կեսը վրացիները, կեսը այն ժամանակ նրանց քաղաքային խորհրդում կարծեմ վրացիներն ավելի շատ էին, բայց Ստեփան Շահումյանը կարողացավ այսպես հավաքագրել դաշնակների օգնությամբ կամ հնչակների օգնությամբ այսպես փոքր բոլշևիկների իշխանությունը եւ հաջողվեց, գիտես կարողացան, բայց սովետական կարգերի հաստատվելուց հետո տասնյակ հայ մեծահարուստներ լքեցին Բաքուն, որը փախան, ոչ թե լքեցին, նրանցից շատերը փախան։ Պատմություններ կան, վկայություններ կան, որ հեղափոխական կոչված ուժերը, բոլշևիկյան ուժերը, որը հայեր կային մեջները չկային, չգիտեմ, ահաբեկում էին այս ժողովրդին, մեծահարուստներին, երեխեքին գողանում էին, փող էին ուզում, ասում էին ձեր միլիոնները, միլիարդները բերեք դրեք բոլշևիկների համար, սրանք էլ ասում են ինչի համար, եւ շատերը փախան այնտեղից, եթե չէին փախել Դավիթ, այդ Ռոթշիլդներ, Ռոքֆելլերներ, գիտես չի ասում Մանթաշովի մատանին պաչելու համար, այն Ռոմի պապի մատանին ոնց են պաչում։ Մանթաշովի մատանին պաչելու համար Ռոթշիլդներն ու Ռոքֆելլերները պատիվ էին համարում Մանթաշովի կողքին նստելը, պատիվ էին համարում։ Հասկանում ես, հիշում ես այս կոլոտ, այսպես կոլոտ կամանդիր մենք հասկացել ենք, որ մեզ պետություն պետք չի եւ մենք աշխարհի ամենա կոսմոպոլի ժողովուրդն ենք եւ խնդիր չունենք առհասարակ որևէ մեկի ո պետություն ունենալու կարիքը չունենք։ Մենք մեզ ամենտեղ լավ ենք զգում։ Գուցե դա է ամենը։ Գիտես ինչի համար։ Չէ։ Որովհետեւ հայը կարողանում է ինքնահաստատվել բոլոր ազգերի մեջ, բացի Այսինքն, եթե 10 հայեր մենք դնեինք Ռուսաստանում կամ դնեինք Ֆրանսիայում կամ դնեինք Հնդկաստանում, նրանք այդ հնարավորություն ունեին այսպես մեծանալու ինքնահաստատվելու։ Իսկ Հայաստանում 100,000-ների մեջ կամ միլիոնների մեջ նրանցից շատ քիչ հնարավորություն ունեին ինչ-որ հասակ առնելու կամ ինչ-որ հեղինակություն ունենալու կամ պատկերացնում ես ինչի մասին է խոսքը։ Պատկերացնում ես ինչի մասին է խոսքը, այսինքն 3 հոգի Հայաստանում ոչինչի չէին հասնում, նրանց անունը ոչ ոք չգիտեր, այս 3 հոգուն վերցնում ենք մեկին ուղարկում ենք Եվրոպա, մեկին ուղարկում ենք Ամերիկա, մեկին ուղարկում ենք Հնդկաստան, այս 3-ն էլ դառնում էին մի, չգիտեմ, խոշորագույն դեմքեր, ամեն մեկն այդ պետության համար, բայց երբ որ այս Գորգին խանին, Եփրեմ խանին, այն գեներալին Մեքսիկայի այդ բոլորին հետ բերեիր Հայաստան, վերցնել բերեիր, ասել տղաներ Լավ 1600 թիվ, 1700 թիվ, 1800 թիվ վերջապես գենը չի վերացել, այդ գենը այսօր էլ կա, հիմա էլ կա։ Բա երբ որ եկավ մեր ազգային ազատագրական պայքարի սկիզբը, ուր էիք տղեկ։ Դու գիտես ինչ դեմքեր մնացին եւ կան ռուսական արդեն ՌԴ կազմում, զինված ուժերի կազմում։ Նրանց 60-70%-ը Դավիթ Արցախցու արյուն ունեին։ Նույն Պողոսովները, նույն Մարտիրոսովները, նույն չգիտեմ ինչերը, որ մեկը Սու-34 սարքեց, մեկը Սուխոյի գործանի տնօրենն էր, մեկը ժամանակակից ՊՎՕ-ի հիմնադիրն էր, այսօրվա մասին է խոսքը։ Չգիտեմ,
Նոբելյան մրցանակակիրներ, նույնիսկ մենք խոշորագույն դեմք ունենք համաշխարհային այսպես, այսքան խոսում ենք անգլիացիների մասին, առաջին հայը, որ մտավ Անգլիայի լորդերի պալատ, չլինելով այդ երկրի քաղաքացին, ծնված չլինելով նույնիսկ այդ երկրում, բարոն լորդ Արադարձին, հռչակավոր բժիշկ, հռչակավոր ամբողջ աշխարհում գիտեն այդ մարդուն։ Կամ վերջապես ասես գիտես ինչ Հայաստանում այսօր որ ընկել ենք այսպես դռնեդուր ՆԱՏՕ-ի ասենք ռազմական օդուժի հրամանատար ասես Ջեֆրի Հարիգյան ունենք որ ռուսները նրանից վախենում են կամ ռուսները այսպես ռուսները այնպես պատկերացնում ես Դավիթ ինչի մասին խոսքը հասկանալի է չէ որ ՆԱՏՕ-ի ռազմական օդուժի հրամանատարը չի կարող իր ռազմական էսկադրիլյան բերել Հայաստան Հասկացանք, որ Ջեֆրի Հարիգյան անուն ազգանունով հայ է իհարկե, ինչքան էլ որ հայկական ծագում ունի, ինչքան էլ որ հայերին սիրի, բայց այդ մարդը ԱՄՆ-ի քաղաքացի է, ԱՄՆ-ում է ապրել, ԱՄՆ-ում է ծնվել, վերջապես ԱՄՆ-ում է դարձել 5 աստղանի բրիգադային գեներալ։ Այդ մարդը եթե ապրեր Հայաստանում, այդ մարդը պիտի դառնար ինչ էր դառնալու, չգիտեմ։ Եթե կարողանար երկեր վաստակավոր արտիստ կդառնար, եթե կարողանար երկեր, եթե չէ կդառնար ռազմագիտության դասատու կամ էլ նա չհաստ հրամանատար կտենք, ասեին ապլիկու համար էլի մի քանի հազար դրամ։ Այս Կարողա ծավալները չեն բավարարում, մեզ դրա համար չեն կարողանում բացվել։ Մեզ ծավալ է պետք բացվելու համար։ Ինչի ծավալ է։ Քառակուսի մետրը։ Հա, դե տես, խոսում ենք Հնդկաստանի, Իրանի մասին, խոսում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների մասին, խոսում ենք ՆԱՏՕ-ի մասին։ Եվ խոսում ենք փոքրիկ 29800 արդեն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանի Հանրապետության մասին։ Այդ ծավալը չի բավարարում, փոքր է տարածքը։ Մեր շունչը չի հերիքում ստեղ, մենք ուզում ենք գնալ հասնել գագաթների ավելի խոշոր շուկաներում։ Դավիթ ջան, ուրեմն նայ, չգիտեմ դուք հիշես թե չէ սովետական այսպես բազմասերիանոց ֆիլմ ունենք, այն Բրեժնևյան տրադիցիաներով այսպես ագիտացիան, սովետական ագիտացիան իր նմանը չուներ, հա, կոչվում էր շիտի մեջ, չէ՞, ման դուք հիշես այդ ֆիլմը, թե չէ։ Հա, ու ես հիշում եմ, որ երեխա ենք այդ ֆիլմը անդադ որ հանկարծ բաներն ու մեծ երաժշտություն էր միշտ հիշում, Շիվո Начинается Родина։ Այ բացատրում էր, ասում էր Շիվո Начинается Родина։ Սկարծինքի в твоем букваре։ Ասում էր այդ այբենարանը, որ քեզ տվել են, այ որ դու ասում ես հայրենիք ենք կորցնում, հայրենիք ենք փրկում, չգիտեմ ոնց ենք փրկում, հեծանիվը տանենք դնենք փողոցի մեջտեղը կամ մի հատ ավտոբուս են կանգնենք ապսեկայի դեմը կամ չգիտեմ քաղաքը պարալիզացնենք կամ մելենք շենքերը ջարդենք, պատուհանները ջարդենք, հայրենիք ենք փրկում, ախր հայրենիքը փրկում են այբենարանից, հայրենիքը փրկում են մանկապարտեզից, Դավիթ ջան, ես երբևէ չգիտեմ կարողանամ ավելի հասանելի լեզվով ասել, որ սիրելի ժողովուրդ, պետականության հիմքը մանկապարտեզն է, ախր այ ժողովուրդ, մանկապարտեզ, դպրոց, բու, մանկապարտեզ, դպրոց, բու, չի կարելի 30-40 տարեկան տղամարդուց ինչ-որ բան պահանջել կամ կնոջից, չի կարելի վերադաստիարակել մի ամբողջ հասարակություն, եթե դու չունես մանկապարտեզ, Դավիթ ջան, դու դպրոց չես ունենալու, եթե դու չունես դպրոց, դու բու չես, եթե դու բու չունես, դու ունենալու ես ուղիղ այն կառավարությունը, ինչ ունես, եւ այդ կառավարությունը ընտրել ես դու, որովհետեւ քո անալիտիկ կարողությունները ավելին չեն հերիքում։ Դու մեղավոր չես, քո անալիտիկ կարողությունն այդքանը, որովհետեւ դու սևը եւ սպիտակը չես տարբերում, որովհետեւ 91 թվականից մինչ օրս առաջին Հայաստանի անկախ հանրապետության առաջին իշխանությունները, այսպես, հենց մի անգամից այդ հիմքը դրեցին դա։ Անալիտիկ ներողություն արտահայտության իմպոտենցիայի այդ հիմքը հենց դրվեց 91 թվականից։ Ինչ անալիտիկ, ինչ վերլուծական։ Մարդկանց միշտ կանգնեցնում են վատի եւ ամենավատի ընտրության առջեւ Դավիթ։ Այս մարդիկ չգիտեն լավի մասին։ Այս մարդիկ միշտ մտածում են վատ ընտրենք, թե գոնե մի քիչ վատ։ Այսինքն այս մեկը կարող է մեր մի ոտ է կտրել, այս մեկը պիտի գլուխներս կտրի, եկեք նրան ընտրենք, ով մեր ոտն է կտրելու։ Եվ ժողովուրդը չի մտածում, արդյոք կա մեկը, որը իր ոտքերը պիտի կտրի մեր համար։ Ֆրանսիացիներին հարցնում են, ասում են պրեզիդենտը ձեր համար ով է։ Գիտես ինչ են ասում Դավիթ։ Ինչ են ասում։ Մեր այսպես եթե հասանելի մեր կենցաղային լեզվով ասեմ, մեր ֆրանսերեն ասեմ չի հասկացվի, ասում են ֆայլա բազարի աշխատում։ Ասում ես, այս մարդուն բերել են, օրավարձ եմ տալիս, որ ինքը աշխատի, ու իմիջիալոց ես առավոտ գնում եմ գործի,
12 ժամ աշխատում եմ պրոբկեքի մեջ, մտնում եմ Փարիզ, դուրս եմ գալիս, մեռնելով, ջարդվելով, վերում եմ դրանից հարկեր եմ տալիս, որ այս մարդը աշխատի։ Այս մարդը իմ աշխատավորն է։ Ես իր շեֆն եմ։ Որտեվ ես եմ փող տալիս, որ ինքը աշխատի։ Դու պատկերացնում ես մարդ ես, բերես ասում ես ուզում եմ տունես վերանորոգեք։ Գաչ քսել գիտես Դավիթ ջան, լամինատ կարաս խփես, հա։ Արի, ինչքան փող ես ուզում, օրական 20-30 հազար դրամով ես եւ բարձունա, որ մենք երբ որ մտնում ենք տուն մեր բանվորին տեսնում ենք, մենք պետք է գնենք այդ բանվորի ոտերը, կոշիկները սրբենք, վազենք հետևից, զոնտիկը պանենք, գտնենք, պատավատ տանք իրան, անունով երթվենք, թակավոր ջան, ախպեր ջան, հետը նստելը պատիվ համարենք, ախր այդ տղակ ջան, ախր այս մարդը փողով աշխատող է, դու հասկանում ես։ Չէ, մերոնք դա դեռ դու այս մարդուն վարձել ես, որ քո տունը վերանորոգի, այս մարդը եւ իմիջիայլոց պրեզիդենտը հենց այդպես էլ ընդունում է դա։ Դու տեսել ես, չէ՞, բանին ինչ էր Իրանյան պրեզիդենտը Ահմադինեժադը կարծեմ, հա։ Ահա։ Այն Ահմադինեժադը այն որ չոբանություն էր անում սարերում։ Ահմադինեժադն էր, չէ՞, կարծեմ, տենց էր անունը, չեմ հիշում։ Հա։ Կամ այն ասենք Ուրուգվայի պրեզիդենտը, որ մի հա, չգիտեմ, 60-70 թվականների Ժուկ Volkswagen ունի, մինչև հիմա դրանով ապրում, ասում է, երբ որ առավոտյան գնում է սրճարանից մեկը իրան անվճար բան է, քողասանու բանը կակոյա տալիս, որ այդ մարդը առավոտներ ինչ որ նախաճաշ։ Ախր այ շոուջան, դուք պատկերացնում եք դες մի։ Դուք ախր պետականությունը, այ ժողովուրդ ջան, պետականությունը կորցնում են ոչ թե հրապարակներում եւ փրկում են ոչ թե հրապարակներում, պետականությունը կորցնում եւ գտնում են այբենարան։ Եվ գոնե սովետական ագիտացիան այդ ամեն ինչի մասին գիտեր։ Սովետական ագիտացիան։ Որոշակիորեն նույնն եք եղել, Դավիթ ջան, ցավոք սրտի։ Գանք ամփոփմանը, որտեվ որ քեզ տեսում եմ, նախորդ մեր զրույցի ժամանակ եմ ասել։ Շատ հակասական զգացողություններ են, հպարտության եւ միևնույն ժամանակ կորստի, միևնույն ժամանակ անկարողության մի հիմնական հարցի պատասխանի հետ իրոք ինչպես է ստացվում, երբ դու ամեն տեղ ունես բրիլյանտներ, աշխարհով մեկ շարված, նրանք հայեր են, բայց քո պետության հետ աղերս խոշոր հաշվով չունեն։ Ազգային պետության մասին է խոսքը։ Իրավիճակը ինչպես կարող ենք փոխել, գանք լուծմանը։ Դու ասում ես, որ բանը սկսվում է այբենարանից, բանը սկսվում է մանկապարտեզից, բայց այդ մանկապարտեզում էլ քաղաքականությունը պետությունն է, չէ՞ մշակում։ Նախ այդ պետությունը պիտի շարունակես ունենալ, որ ինքը իրավունք ունենա այդ քաղաքականությունը մշակել սկսած մանկապարտեզից։ Բա պետականության զգացողությունը ինչպես մենք մեզանում ամրացնենք, խորացնենք, որովհետև մինչև այսօր էլ ազնիվ եմ քեզ ասում։ Հարցումներ եմ դնում ուղիղ եթերների ժամանակ, ասում եմ ինչ եք կարծում։ Ավելի լավ է Հայաստանը մնա անկախ պետություն, թե միանա ինչ որ ավելի խոշոր պետությանը դրա մասը դառնալով։ Ասենք ունեցել եմ դեպք, երբ այդ հարցմանը 42%-ը պատասխանել են միանա որևէ մեծ խոշոր պետությանը եւ լինի դրա կազմում։ Այդ պետություն չունենալը հարյուրամյակներ շարունակ դա է բերել մեզ հանգեցրել դրան, որ մենք որպես ինստիտուտ այդ պետությունը չենք ընկալում։ Թե ինչ որ այլ ամեն դեպքում պատճառ կա, որը այդ պետությունների հետ կապ չունի։ Ամեն դեպքում պետությունը երբ որ կար, այդ պետականությունը երբ որ կար, Դավիթ ջան, այն ժամանակ չաշխատեցին, որպեսզի կարողանային պահպանել այդ պետականությունը։ Եթե հիմա տես այս ամեն ինչից դուրս գանք, պարզապես մի քիչ փիլիսոփայորեն մոտենանք այս ամեն ինչին, հա։ Կյանքի իմաստը ինչու՞մն էր, Դավիթ։ Նա փիլիսոփայորեն նայենք դուրս գանք այս ամեն ինչից, Հայաստան, պոլիտիկա, Ադրբեջան, կռիվ, պատերազմ, չգիտեմ, Ուկրաինա, Իսրայել, դուրս գանք։ Կյանքի իմաստը ինչու՞մն էր։ Երբ որ թե ըստ Սուրբ գրքի, թե ըստ դարվինիզմի, ես չգիտեմ, ասենք սա մարդու ընտրության հարց է, որին ոնց է ընտրում, մեծ հաշվով Դավիթ կարևորագույն խնդիրը եղել է գենի փոխանցում։ Ճիշտ ինֆորմացիա փոխանցելը, ճիշտ ինֆորմացիա փոխանցելը։ Այսինքն, եթե ժամանակին այդ ճիշտ ինֆորմացիան դու փոխանցում ես, 1%-ով, 2%-ով, 3%-ով, եթե դու կարողանում ես, տես երբ որ հрьяաներին ասում են դուք ինչ ուժեղ ժողովուրդ եք, էլի, ասենք, ո՞նց եք կարողանում սենց անել աշխարհով մեկը, հрьяաներն ասում են, բայց ով ասեց, որ մենք ուժեղ ժողովուրդ ենք։ Հрьяաների մեջ էլ կան դեբիլներ, ինչքան ուզես, շատ, բայց գիտեք որն էր գաղտնիքը։
Ցանկացած հասարակության մեջ Դավիթ ջան, անկախ ազգի, ասենք այդ բնակչության թվից, մեկը 75 միլիոն է, մեկը 2 միլիոն է, մեկը 4 միլիոն է, հա։ Ցանկացած հասարակության մեջ ինտելեկտուալ զանգվածը միշտ քիչ է լինում։ 8%, չգիտեմ, հա։ Միջակցությունը միշտ շատ է լինում։ Տգիտությունը միշտ շատ է լինում ցանկացած հասարակության մեջ, այսինքն չկա հասարակություն, որտեղ 90% ինտելիգենցիա կա, չկա այդպեսի բան։ Բայց հрьяաներն ասում են մենք կարողացանք մեր հասարակության այդ 7% ինտելիգենցիայի միջից ընտրել մեզ ղեկավարներ։ Այսինքն ոչ թե միջակցությունից հանեցինք ինչ-որ մեկին դրեցինք, սարքեցինք ոսկե հորդ, այ ոնց որ դու ես ասում կանք ոտները պաշտեցին, թակավոր ջան, ախպեր ջան, պատիվ քո հետ նստել, նկարվենք, նկարներ դնենք, տեսեք, ես ինչ է, տոյնի, դրանից ինչ էր ներկայացնում, որ դա նկարվում է իր հետ, օրինակ։ Որևէ ֆրանսիացի Դավիթ, որևէ հարևանի իր կամ չգիտեմ, չես կարող զարմացնել Մակրոնի հետ նկարում։ Սա զավեշտել չէ, ծիծաղելի շուտ բանը կասեն վերջը, ասենք ինչ ես ընդանով ասել։ Բայց գիտես ինչ մենք մանգանք տեսնենք ով Քոչարյանի հետ նկար ունի, ով Նիկոլ հետ նկար ունի, ով Սերժի հետ նկար ունի, Լևոնի հետ ով ժամանակին, Վանոյի հետ ով ժամանակին, ինչ էր տալիս էս ֆետիշիզմ հասկանում ես, ֆետիշացնում էին։ Ֆետիշացնում էին, նրանք էլ բարձանում էին, բարձր գահին նստում էին, հետո նրանց երբ որ ասում էին ինչ եք, ասում էին ոչ։ Դուք եք մեզ հանել դրել այստեղ։ Հասարակությունն է հանել դրել այնտեղ, ու այդ պետականության կորուստը 100-ամյակների մեջ բերել է, տես մի բառ կա, որ շատ են օգտագործում դեգրադացիա։ Այսինքն դու որպեսի դեգրադացվես, դու պիտի նախ շատ խելացի լինես, որ դեգրադացվես։ Դեգրադացիա, այսինքն թե մարդը կապիկից դառնում է մարդ, սա էվոլյուցիան էր, չէ՞։ Եթե մարդուց գնում ես կապիկ, սա դեգրադացիան էր, այսինքն էվոլյուցիայի հակառակ ուղղություն է։ Եվ հայերի դեպքում սա 100%-անոց դեգրադացիա էր, որովհետև այս խելացի եղել են միշտ ամենատարբեր ասպարեզներում, ամենատարբեր երկրներում, նայում ես ինչեր են այլ, նայել ես ոնց են այլ մշակույթը, ռազմական էնի, բայց 100-ամյակներով այս մարդկանց ասել են ձեզ տուն ու տեղ պետք չի, այ ժողովուրդ ջան։ Նույնը եղավ 1878 թվականին, երբ որ քաղաքական ասպարեզ մտավ հայկական հարց, այսպես տերմինը, հա չկար հայկական հարց։ Հետո երբ որ Հայաստանի անկախության մասին ինչ-որ սկսեցին խոսել մեծամեծ այսպես բառեր, ռուսները վեր կացան ասեցին, ինչ հայ, ինչ քաղաք, ինչ Հայաստանի անկախության մասին էս մեր հետ խոսեք, մենք կասենք։ Վետո դրեցին, գիտես չէ։ Բերլինյան վիայժողում ռուսները վետո դրեցին դրա վրա։ Անգլիացիները վեր կացան ամոթանք տվեցին, Գերմանիայի Գերմանիայի առաջին կանցլերն էր, չէ, Օտտո ֆոն Բիսմարկը վեր կացավ ամոթանք տվեց, ասեց, այ ձեր տունը շիվի դուք մինչև այսօր տենց էլ մնացիք արևմուտք, Եվրոպա ասելով, դուք տենց էլ չհասկացա։ Դո թուրքերը հենց իրենք ամոթանք տվեցին, ասեցին, այդ չեմ հասկանում, այդ բանը փետը գավազանը, որ վերցել ես, եկել ես, այ պապի ջան, այ սիրելի խինանայրիկ, այդ գավազանը տարկցի մի կողմ, այնտեղ ձեր տանը թրով, սրով մեկը չկա։ Գավազանով չեն գալիս ինչ-որ քաղաքական պահանջ դնելու։ Չեն գալիս ողորմության թրով, սրով։ Հանեցին, ճամփեցին ու տեսակ ինչ եղավ։ Մեր շերեփը, չգիտեմ, թղթից էր մեր այդ ոնց եղավ, որ ձեր շերեփը 100, 200 կամ 1000 տարի թղթից էր, Դավիթ ջան։ Եվ սա գիտես արդեն տրամաբանական, ինչ-որ գենետիկ, այսպես ժառանգական մի բան է գալիս, հասկանում ես, երբ որ նայում ես այդ գենետիկ ինֆորմացիան հետ վերլուծելով գնում ես, դառնում է ժառանգական, Դավիթ ջան, միշտ է այսպես եղել, միշտ։ Դա ցավալիորեն։ Ցավոք սրտի միշտ։ Ու լիքը զուգահեռներ կան, ցավոք սրտի, որ այսօր կարող ես անցկացնել։ Էդուարդ Անսաման, շնորհակալ եմ ես շատ կարևոր զրույցի համար, ես վստահ եմ, որ մեր ալիքի հետևորդներն էլ մեծ հետաքրքրությամբ հետևեցին հարցազրույցին։ Մենք պարբերաբար զրուցելու հնարավորություն ենք ունենալու, ես պարզապես նշեմ, որ եթե ցանկանում եք ձեռք բերել են ֆանտաստիկ աշխատությունները, գրքերը, որոնք Էդուարդ Նեմանվելյան հեղինակել, ես իմ այս թողարկման նկարագրության հատվածում, մեկնաբանությունների հատվածում կթողնեմ հեռախոսահամարները, որոնցով դուք կարող եք կապ հաստատել ուրեմն գրքի վաճառքով զբաղվող մեր գործընկերների հետ, նրանք ձեզ կուղղորդեն ինչպես պատվիրել գիրքը, ինչպես այն կառակվի ձեզ, արդեն տեղում կարողանաք պայմանավորվել,
Եվ նաև կթողնեմ Էդուարդ Մավելյանի YouTube-յան ալիքի հղումը, որպեսզի պարբերաբար հետևեք, ծանոթանաք այս ֆանտաստիկ հայերի ճակատագրին եւ թե ինչպես են իրենք պատմական ընթացքը կոնկրետ մեծ տերությունների համար փոխել ժամանակ առ ժամանակ եւ ցավոք անգամ եղել են դեպքեր Հայաստանի երեսը չեն տեսել իրենց ամբողջ կյանքի ընթացքում։ Էդուարդ եւս մեկ անգամ անսահման շնորհակալ եմ, որ ժամանակ գտար միացար մեզ, մենք կրկին կհանդիպենք եւ հուսամ արդեն շատ շուտով քո 4-րդ աշխատությանը կծանոթանանք, վստահ եմ, որ հիմա աշխատում ես այդ աշխատության վրա, որովհետև վստահ եմ նաև, որ հայերը, այդ մեծանուն հայերը 3 գրքով պարզապես չեն ավարտվում։ Իհարկե, ես եմ շնորհակալ Դավիթ ջան, ես եմ շնորհակալ, առաջն Աստված կհանդիպենք սիրով։ Անփորձանք մնանք։ Մնացեք խաղաղությամբ հայրենակիցներ, առայժմ։